Բաղարշապետի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը տապալվել է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանու 15 անդամներ չեն ներկայացել նիստին, քվորում չի եղել։ Նիստին ներկա են եղել միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ավելի վաղ ասել էր, որ քննարկվում է Խոյ եւ Բաղարշապատ համայնքների միավորման հարցը։ Ճամբահակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկն այսօր մահացել է։ Մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Ճամբահակում պայթյունի եւ փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, տուժել է 12 մարդ։ Իջևանի 4 բնակավայրերում, Բերքաբերում, Խաշթառակում, Կիրանցում եւ Ծաղկավանում կմեկնարկի նոր ծրագիր։ Տնամերձ հողամասերում բարձր բերքատվության այգիների հիմնումով, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Ծրագիրը միտված է հողի արդյունավետ օգտագործմանը, ֆերմերների եկամուտների ավելացմանը եւ տարածաշրջանում այգեգործական կլաստերների ձևավորմանը։ Ծրագրից օգտվելու ցանկություն է հայտնել 305 տնտեսվարող, ընդհանուր առմամբ շուրջ 18.2 հեկտար տնամերձ հողատարածքներում։ Օտարերկրացի կինը հայտնել է, որ Զվարթնոց օդանավակայանի տարածքից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է համակարգիչ բջջային հեռախոս, 500 եվրո, 600 դոլար, նաև այլ իրեր։ Օդանավակայանի ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Չարենցավանի բնակիչ 48-ամյա տղամարդը։ Գողոնը հայտնաբերվել է, չարենցավանցին ներկայացել է բաժին։ Նշանավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր հասկի ցեղատեսակի շանը, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։ 42-ամյա տղամարդը ըստ իրավապահների հայտարարքը կատարել է, քանի որ օրեր առաջ շունը կերել է հարևանի հավերին։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։